Առաջին հարցս վերաբերում է հեցի լիցենզիան դադարեցնելուց հետո հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ առաջիկա ամիսներին բանակցություններ են սկսելու հեցի գույքի սեփականության իրավունքի փոխանցման մասով։ Հետաքրքիր է, բանակցությունները սկսվել են թե ոչ, եւ որպես հարցի շարունակություն հեցի լիցենզիան դադարեցնելուց հետո որևէ միջպետական կամ միջազգային գործընթաց սկսել եք այս մասով։ Եվ երկրորդ հարցս վերաբերում է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, ըստ փաստաթղթի, որը հասանելի է դարձել ԶԼՄ-ներին, ձեր վերաբերյալ ռազմական ոստիկանությունը հարցում էր ուղարկել բժշկական կենտրոններ։ Հետաքրքիր է, դուք տեղյակ եք այդ փաստաթղթից եւ ինչ նպատակներ եք տեսնում, ինչու հենց այս փուլում որոշեցին ձեր առողջությամբ հետաքրքրվել։ Ես շնորհակալ եմ, որ իմ առողջությունը կարևորվում է այդքան, որ հետաքրքրվում են։ Ինձ ուրախ կլինեմ, որ իրենք էլ հետևեն եւ ավելի աչառ լուրջ լինեն։ Ինչ վերաբերվում է հեցի հետ կապված հարցերին, կա միջազգային դատարանի որոշում, որ Հայաստանի պետության ղեկավարի ցանկությունով չի կատարվում։ Դա նշանակում է, որ Հայաստանը միջազգային իրավական պրոցեսների կատարման ուղղությամբ իր վերցած պարտավորությունները առաջի անգամ երևի չի կատարում։ Դրա պատասխանատվությունը իշխող որոշում կայացնողի վրա է, որի հետևանքները ժամանակի ընթացքում ցավոք Հայաստանի Հանրապետությունը ստիպված է լինելու կրել։ Որևէ բանակցություն չենք պատկերացնում, քանի որ կա որոշում, որ այս պրոցեսները դադարեցվի միջազգային արբիտրաժի որոշում։ Իհարկե Աջափնյակի դատարանն էլ կարևոր ինստանցիա է, բայց միջազգային արբիտրաժի որոշումով արդեն ոնց որ այդ որոշումը կա եւ կարծում եմ պետք է պետությունը կատարի, որովհետեւ դրա հետևանքները կարող են խնդրալույս լինել։